Հարգելի ժողովուրդ, ձեզ 7 տարի անշարունակ ու վերջի 3 տարին հաստատ իմպիչմենտի մասով խաբել են։ Երբեք իմպիչմենտի գործընթաց ոչ մեկ չի նախաձեռնել։ Ամեն անգամ, երբ որ ձեզ հայտարարել են, որ սա իմպիչմենտի գործընթաց ենք սկսում, այս ենք անում, դա եղել է լկտի եւ անամոթ սուտ։ Հայաստանի Հանրապետությունում երբեք իմպիչմենտի գործընթաց որևէ падգամավոր չի սկսել։ Եղել են դրա խոստումներ, դրա մասին շահարկումներ։ Մենք դիմադիր խմբակցությունների կողմից իմպիչմենտա նման ինչ-որ անվստահության կոչա հայտարարություն։ Բագրատ Սրբազանը ինչից ելնելով այդպես բանած։ Չգիտեմ, խնդրում եմ իր հետ այդ հարցը լուծեք։ Ես այդ ժամանակ նույնիսկ ազատության մեջ չեմ եղել, բանտում եմ եղել, չգիտեմ։ Այդ հարցի պատասխանը ինքն ինձ թվում է կարող է տա։ Իդեպ, նաև Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու նախաձեռնություն ենք ցուցաբերելու։ Պարոն Մալյան, մտավախություն չկա, որ այս մեկնարկող գործընթացը հնարավոր է հակառակ էֆեկտը տա այն առումով, որ Նիկոլ Փաշինյանի ռեյտինգի բարձրացման վրա կարող է ազդել եւ արտահերթ կամ հերթական ընտրությունների ժամանակ իրեն ավելի շատ ձայն կարող են տալ, քան օրինակ առաջիկա շաբաթօրը, քանի որ իրենք բազմաթիվ անգամներ նշել են, որ այս ընդդիմությունը իրենց նվեր է եւ քանի այս ընդդիմությունը կա, այս ընդդիմադիր դաշտը առաջնորդողները կան, իրենք շարունակելու են մնալ իշխանության։ Ձեր հարցի մեջ երկու իրար հակասող բաներ կա, այսինքն կա ընդդիմություն, որը Նիկոլ Փաշինյանը համարում է նվեր, իր գործունեության համար է, չէ՞, համարում նվեր, ոչ թե դեմքերի։ Հա, այսպես։ Կա ընդդիմություն, որը Նիկոլ Փաշինյանը համարում է իրան նվեր, ինչ որ առումով կներեք, բայց այդ մասով շատ դեպքերում պետք է համաձայնվեմ դրա հետ։ Եվ ամբողջ քաղաքական գործընթացները մենք ինչ թողենք այդ տենց ոչ մի բան չանենք, այդ նվեր վիճակը շարունակվի։ Երկրորդ, ես չեմ հավատում ընտրություններին։ Ոչ մի հիմք չունեմ ընտրությանը հավատալու։ Ասեք մի հատ հիմքի ինձ հենց հիմա, որով ես հիմնավորվեմ, ասեմ, ճիշտ է, ընտրություններով հնարավոր է փոխել։ Խնդրեմ, ասեք մի հատ հիմք ինձ։ Ինչ որտեղ այդ լավատես։ Ժողովուրդը վերջնականապես հիասթափել, այ հիմա վերջապես հասկացավ ընտրությունների տարբերակը։ Որ գնա ընտրության եւ ձայն չտայել։ Լուրջ։ Գյումրիում ինչ եղավ։ Մինչև Գյումրին 2021 թվականին առաջ եկել անդադ հետ է գնում։ Մենք գիտեք քանի ընդդիմադիր քաղաքապետեր են հաղթել։ Մամիկոն Ասլանյան, Մանվել Փարամազյան, Արուշ Արուշանյան, թվարկեմ Դավիթ Համբարձումյան, այդ մարդիկ հաղթել են միանձնյա։ Այսինքն իրանք ջախ-ջախել են ԿՊ-ին, իրանք տարածել մի վարքյան։ Հիմա ինչա կատարվում։ Հիմա կարկատաններով մի հատ իշը քաղաքապետ նշանակել տվեցինք, որը ընդհանրապես նույնիսկ քաղաքական պատասխանատու չունի։ Բայց Փարաքյարում ուտես չէր։ Այո, այս տեմպերով, այս համայնքներում միտեղ կրելով, միտեղ կրվելով, առաջ ավելի շատ են կրում ընդ որում, հիմա ավելի քիչ։ Հա, այս տեմպերով տենց 200-300 տարի հետո տենց կազատագրենք, որտեղ միտեղ մենք ենք հաղթում, հաջորդ ընտրություններին Նիկոլեն կարող է հաղթեն եւ այլ եւ այլ։ Նիկոլ Փաշինյանը իր իշխանությունը պահելու համար պատրաստ է ամեն ինչի է պատրաստ։ Ընտրական ամբողջ ցիկլը իր ազդեցության ներքո է գտնվում։ Սկսած ԿՀ-ից մինչև սահմանադրական դատարան, որը բողոքներն է քննելու։ Այսինքն բանը Սեդա Սաֆարյանը պետք է որոշում կայացնի, թե ընտրությունները կեղծվել են, թե չեն կեղծվել։ Շնորհակալ ենք։ Հիմա այս 107 նամակը տանել եք մտցնել։ Հա, անպայման գցելու են։